Այսօր մեզ է միացել թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանը, բարև ձեզ, հարգելի Ռուբեն։ Բարև ձեզ։ Նախ կասեք, ցեղասպանության թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգում ի՞նչն է ակտիվացրել։ Գիտեք, ցեղասպանության թեման ինքնին ակտիվ է, միշտ էլ եղել, ապրիլի 24-ին, նախորդին, ապրիլի 24-ին, ուղղակի այս անգամ կարծես քաղաքական այդ թեմայի շուրջը քաղաքական սուր շահարկումներ եղան եւ կարծես դա ակտիվացրեց։ Դե 24-ը իսկապես ապրիլի 24-ը մի քիչ անհանգիստ է անցնում հատկապես Երևանում։ Ես նկատի ունեմ այդ ջահերի երթը, հետո հանրային արձագանքը դրան դեմ, կողմ, ի վերջո ձեր աչքերով ինչ խորհուրդ ունի այդ ջահերով երթը։ Դրոշների այրումը։ Երիտասարդական ակցիա է, երիտասարդները միշտ էլ բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում աչքի են ընկել իրենց բուրըն զգացմունքային պահվածքով եւ հավանական է այդպես պետք է դա անցալել։ Ուրիշ ձևի չեմ անցալում, երիտասարդները գիտեք միշտ էլ մի քիչ այնպես են իրենց պահում, որ մեծահասակները զարմանում են, ասում են ինչի այդպես մենք լինեինք այդպես չէինք անում։ Արտաքին քաղաքական օրակարգը չի դուրժում դրանից։ Չեմ կարծում։ Հայաստանի բոլոր իշխանություններն են փորձել Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել, չէ՞, ես չեմ սխալվում։ Այո, միանգամայն իրավացիք։ Իսկ ո՞րն է տարբերությունը այդ իշխանական փուլերում։ Տեսեք, երեք նախագահներն էլ Հայաստանի փորձել են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, որում խոսքը չի գնացել բարիդրացիական, բարեկամական, եղբայրական հարաբերությունների մասին, այլ զուտ նորմալ դիվանագիտական հարաբերություններ ունենալու, նորմալ գործող սահման ունենալու մասին է խոսքը գնացել։ Եվ երեքն էլ անհաջողության են մատնվել։ Ինչու՞, որովհետև Թուրքիան ցանկություն չի հայտնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, անընդհատ որոշակի պահանջներ է ներկայացրել Հայաստանին, նախապայմաններ է ներկայացրել, որ Հայաստանը փոփոխություններ մտցնի իր քաղաքականության մեջ, միայն դրանից հետո Թուրքիան կկարողանա կորոշի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ Այս անգամ մենք տեսնում ենք, որ մինչև հիմա չնայած երկու երկրները ջանքեր են գործադրում, կարծես թե այդ հանդիպումները տեղի են ունենում Ռուբինյան քլաչ, ինչ որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերում, բայց էլի գործը առաջ չի գնում։ Եվ Թուրքիան էլի նախապայման է դնում կապելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում Ադրբեջան-Հայաստան պայմանագրի կամ համաձայնագրի ստորագրման հետ։ Բայց այս անգամվա տարբերությունը իմ ընկալմամբ հետևյալն է, որ որոշակի ավելի դրական մթնոլորտ կա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ այդ բանակցային գործընթացում։ Ինչով է բացատրվում։ Այդ բացատրվում է իմ կարծիքով այն հանգամանքով, որ Թուրքիան, թուրքական արտաքին քաղաքականությունը ներկա փուլում որոշակի նոր երանգներ է ձեռք բերել Հարավային Կովկասում։ Նոր տեսադաշտ է բացվել Թուրքիայի համար Հարավային Կովկասում։ Ես փորձեմ իմ միտքը ավելի այսպես հստակ հասցնեմ։ Մենք հիմա գործ ունենք մենք որոշ չափով այլ տեսադաշտ ունեցող Թուրքիայի հետ եւ այդ նոր տեսադաշտը դա ավելի ռազմավարական տեսադաշտ է, այսինքն Թուրքիան իր առջև հիմա դնում է ավելի ռազմավարական խնդիրներ, քան թե մի քանի տարի առաջ էր։ Մասնավորապես Թուրքիան մենք տեսնում ենք Մերձավոր Արևելքում քայլեր է ձեռնարկում իր դիրքերը կտրուկ ուժեղացնելու ուղղությամբ կապված Սիրիայում այն նոր դերակատարման հետ, որ նա ստացել է, որում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ստանալով աջակցություն, մենք տեսնում ենք, որ Թուրքիան հիմա փորձում է այնպիսի քաղաքականություն անցկացնել
համամոլորակային առումով, որ ազդի համաշխարհային արտաքին քաղաքական գործընթացների վրա եւ այլն։ Եվ այս նոր մոտեցումը, նոր տեսադաշտը Թուրքիայի շատ ավելի լայն է, քան թե առաջ էր, քան թե Հարավային Կովկասն էր։ Հիմա դրա համար Հարավային Կովկասի տեղը Թուրքիայի արտաքին ռազմավարության, աշխարհառազմավարության գեոստրատեգիայում ավելի թուլացել է։ Այդ մեկ, երկրորդը Թուրքիայի տեսաբանները արտաքին քաղաքականության իմ կարծիքով հետևյալ հաշվարկն են կատարել, որ 2020 թվականի 44 օրվա պատերազմից հետո Թուրքիայի դիրքերը մեր տարածաշրջանում Հարավային Կովկասում որոշ չափով ուժեղացել են ի հաշիվ Ռուսաստանի։ Եվ դա Թուրքիայի համար, այսպես ասած, համարվում է կարևոր հանգրվանային հաջողություն։ Թուրքական աշխարհաքաղաքական տեսական միտքը միշտ էլ ընկալել է եւ շարունակում է ընկալել Հարավային Կովկասը որպես Թուրքիայի միանձնյա ազդեցության տարածք, որտեղ միայն Թուրքիան պետք է իշխի, Ռուսաստանը լրիվ դուրս մղվի։ Բայց քանի որ հիմա նրանք որոշակի առումով իրենց դիրքերը ուժեղացրել են եւ նոր այս ստատուս կոն, որ 2020 թվականից հետո Հարավային Կովկասում ստեղծվել է, ավելի բարենպաստ է, քան թե Թուրքիայի համար, նրանք ես կարծում եմ այս նոր տեսադաշտ ունենալով, նոր աշխարհառազմավարական տեսադաշտ ունենալով իրենք միանգամայն գոհ են այս իրադրությունից, որ հիմա կա մեր տարածաշրջանում, համարելով, որ հետագայում արդեն երբ որ իրենք իրենց, այսպես ասած, խնդիրները կհամարեն լուծված Մերձավոր Արևելքում կամ են ամբիցիաները իրականացրած համաշխարհային քաղաքականության առումով, նոր հետո նորից կսկսեն Հարավային Կովկասում իրենք ավելի այսպես ակտիվ քաղաքականություն վարեն։ Հիմա նրանց համար կարևորը այն ստատուսը, որ կա Հարավային Կովկասում, կրկնում եմ էլի որոշ չափով որ օգուտ է իրենց, դա այսպես ասած թղթին հանձնելն է։ Եվ դա պետք է լինի ըստ թուրք տեսաբանների հայ-ադրբեջանական համաձայնագրի տեսքով։ Այս երկու հանգամանքը, որ ես նշեցի, հանգեցնում են նրան, որ Թուրքիան հիմա այնպիսի ագրեսիվ դիրքորոշում չունի Հարավային Կովկասում, ինչպես ուներ սրանից մի քանի տարի առաջ։ Հիմա նա գոհ է այն իրադրությամբ, որ կա, սպասում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը պայմանագիրը կամ համաձայնագիրը ստորագրեն։ Եվ սա ստեղծում է ավելի բարենպաստ հասկանալի է մթնոլորտ, բայց Թուրքիան սկզբունքորեն իր քաղաքականությունից չի հրաժարվում։ Հասկանալի է։ Այո, նորից դնում է նախապայման, այս անգամ կապված Զանգեզուրի միջանցքի հետ եւ նաեւ այն հանգամանքի հետ, որ կապում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այո, Թուրքիայից մի քանի անգամ է հնչել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի խնդիր չի լինի։ Բայց շատերը ասում են, որ Ադրբեջանը ձգձգում է այդ պայմանագիրը կամ ձգում է կամ չի ստորագրելու այդ պայմանագիրը հենց այդ մտահոգությունը հաշվի առնելով։ Որովհետև Ադրբեջանը երբեք չի ուզենա, որ հայ-թուրքական սահմանը կամ Հայաստանը եւ Թուրքիան ունենան դիվանագիտական հարաբերություններ։ Այո, դա մեկ է, երկրորդ իհարկե Ադրբեջանի տեսադաշտը տարբերվում է Թուրքիայի տեսադաշտից։ Ադրբեջանը այդպիսի այսպես ռազմավարական նպատակներ չունի, նա լուծում է ավելի մարտավարական խնդիրներ իրենց ընկալմամբ։ Եվ այդ մարտավարական խնդիրները հետևյալն են, որ հնարավորինս Հայաստանից զիջումներ փոխեն, եւ դրա համար Ադրբեջանը մենք տեսնում ենք չի ցույց տալիս շահագրգռվածություն հայ-ադրբեջանական պայմանագիրի ստորագրման գործընթացը արագացնելու մեջ։ Այնպես որ երկու տեսադաշտերի տարբերություն եմ ես տեսնում թուրքական եւ ադրբեջանական կապված մեր տարածաշրջանի հետ։ Թուրքիային էլ եմ կրկնում ավելի ռազմավարական է, ստրատեգիական է, որտեղ ուրիշ խնդիրներ էլ ունի Թուրքիան, իսկ Ադրբեջանին ավելի կոնկրետ է, ավելի մարտավարական է, որտեղ նրա համար կարևորը, ինչպես ասեցի, հենց կոնկրետ Հայաստանից ինչ որ մի բան փոխելն է ավելի շատ։ Մի պահ հետ գնանք պատմություն դարասկիզբ։ Ըստ պատմական փաստերի
դերևս 1918 թվականին Հայաստանի Դաշնակցական կառավարությունն է փորձել Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել։ Դե գիտեք, հավանական է դուք նկատի ունեք այն հանգամանքը, որ 18 թվականին, երբ արդեն ռուսական զորքը լքել էր Հարավային Կովկասը, Անդրկովկասը, առաջի համաշխարհային պատերազմը դեռ շարունակվում էր, եւ Թուրքիան, Օսմանյան Թուրքիա դրանից օգտվելով հակահարձակում սկսեց, սկզբից թուրքերը հետ գրավեցին այն տարածքները Արևմտյան Հայաստանի, որ գրավել է ռուսական բանակը, հետո մտան արդեն Կովկաս, Հարավային Կովկաս, եւ այն ժամանակ Անդրկովկասը հայտարարել էր, որ ինքը անջատվում է Ռուսաստանից, որտեղ Ռուսաստանը մաքրել է փետրվարյան հեղափոխությունը 17 թվականին, հետո հոկտեմբերյան հեղափոխությունը 17 թվականի հոկտեմբերին, եւ Հարավային Կովկասը Հայաստանը մասնավորապես չէր կարող իրեն պաշտպանել, թուրքական բանակը գալիս էր առաջ, եւ այս պայմաններում Բաթումում տեղի են ունենում բանակցություններ Օսմանյան կայսրության եւ 3 նորանկախ պետություններ, որոնք հենց այդ ժամանակ հայտարարեցին իրենց անկախության մասին։ Ընդդեմ բոլշևիկյան ագրեսիայի։ Այո, որոնցից մեկը Հայաստան, դե չէ, բոլշևիկյան ագրեսիան ժամանակ չկար, 18 թվականներ դեռ բոլշևիկները նոր էին եկել իշխանության։ Եվ այս պայմաններում Թուրքիան պարտադրեց, Օսմանյան կայսրությունը պարտադրեց, որ Հայաստանը ստորագրի Բաթումի պայմանագիրը, որով Հայաստանը ըստ էության դառնում էր վասալ պետություն Թուրքիային, Օսմանյան Թուրքիային, կորցնում է շատ տարածքներ, շատ փոքր 9000 մոտավորապես քառակուսի կիլոմետր, եւ այն ժամանակվա գերմանացի գեներալներից մեկի դիպուկ արտահայտությամբ թուրքերը Հայաստանի համար այնքան տարածք թողեցին, որ նրանք, ասենք, մտնեն դողանալ Սևանա լճում, բայց այնքան փոքր է տարածքը, որ դուրս գալուց չեն կարող չորանալ, որտեղ Սևանի կեսով էր անցնելու սահմանը։ Այնպես որ շատ ծանր էր Հայաստանի դրությունը, բայց 18 թվականին, ինչպես գիտենք, հոկտեմբերի 30-ին Թուրքիան, Օսմանյան Թուրքիան ստորագրեց Մուդրոսի զինադադարը, այդպիսով ընդունելով իր պարտությունը առաջին համաշխարհային պատերազմում եւ փաստորեն Բաթումի պայմանագիրը այսպես կյանքի չկոչվեց, դրանից հետո իրադրությունը կտրուկ փոխվեց եւ Հայաստանը հայտարարեց, որ այլևս չի ճանաչում Բաթումի պայմանագիրը։ Իսկ բոլշևիկ քեմալական համագործակցությունը երևաց 20 թվականին արդեն եւ այդ համագործակցության արդյունքում էր, որ ստորագրվեց սկզբից Մոսկվայում պայմանագիր բոլշևիկների եւ քեմալականների եւ տեղի ունեցավ այն, ինչ եւ աստորեն Հայաստանը բաժանվեց բոլշևիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի։ Հիմա ես ինչու առաջարկեցի այդ պատմական անցքերը վերհիշել, որպեսզի հարցնեմ, ի վերջո մենք պետք է գնանք Թուրքիայի հետ կարգավորման ճանապարհով, թե ոչ։ Ես կարծում եմ այո, եւ այդ իմ մոտեցումը տասնյակ տարիների մոտեցում է, փորձառությունն էլ ինձ հուշում է, որ այո, որովհետեւ Թուրքիայի նման պետության հետ մենք պետք է փորձենք, այո, այդ պետությունը բացարձակ բարյացակամ չի տրամադրված Հայաստանի նկատմամբ եւ այլն, մենք դա շատ լավ հասկանում ենք, շատ լավ գիտենք, էլ չեմ ասում պատմական փորձառությունը, բայց պետք է մենք կարողանանք այդ պետության հետ որոշակի նորմալ հարաբերություններ, ես ուզում եմ ընդգծեմ, խոսքը գնում է միայն նորմալ դիվանագիտական հարաբերությունների մասին ունենալ եւ այդպիսով մենք հնարավորություն կունենանք որոշակի առումով մեր մեկուսացումը տարածաշրջանում եւ աշխարհում որոշակի առումով մեղմելու։ Դա կարևոր է մեզ համար։ Իհարկե, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը սահմանին բացումը ունի նաեւ իր ռիսկերը Հայաստանի համար։ Մենք բոլորս շատ լավ դա հասկանում ենք, բայց պետք է կարողանանք մենք այդ ռիսկերը կառավարենք եւ տնտեսական առումով այն առավելությունները, որ մենք կստանանք, օգտագործենք ի շահ մեր պետականության։ Իսկ որ որոշակի առավելություններ կլինեն տնտեսական առումով, ես դա հենց այնպես չեմ ասում, որտեղ այս տասնյակ տարիների ընթացքում ես մասնակցել եմ բազմաթիվ քննարկումների, հանձնախմբների, աշխատանքների, որոնք հենց այդ խնդիրներն են քննարկել
եւ հիմնական եզրակացությունը բոլոր այդ մասնագիտացված հանձնախմբերի եղել է այն, որ այո, ռիսկեր կլինեն, երբ որ սահմանը սկսի նորմալ գործել Թուրքիայի հետ, բայց այդ ռիսկերը պետք է կառավարել եւ ավելի շատ մենք կստանանք առավելություն դուրս գալու համար այն մեկուսացումից, որ հիմա հայտնվել ենք, որ 4 մեր հարևաններից 2-ը Հայաստանի սահմանը փակ են պահում, պետք է ուրեմն գնալ այդ ճանապարհով։ Հայաստանի նախկին իշխանությունների օրակարգում հայոց ցեղասպանության ճանաչումը ներառված էր։ Ինչ է տվել դա մեզ։ Կարող ենք մի ընդհանրական գնահատական գտնել դրա։ Տեսեք, հիմա մենք փաստեր արձանագրենք, որ այս տարիների ընթացքում հայոց ցեղասպանությունը ճանաչվել է, դատապարտվել է աշխարհի ավելի քան 30 պետության կողմից։ Այդ այնպիսի խոշոր հզոր պետությունների կողմից, ինչպիսին Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, Ռուսաստանն է, Ֆրանսիան է, եւ կարելի է ասել, որ այո, որոշակի առումով այս բնագավառում մենք ունենք որոշակի հաջողություններ, բայց դա կապված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքականության հետ, այլ նաև Սփյուռքում գործող տարբեր հայկական կազմակերպությունների գործունեության հետ։ Դա մեկ, եւ երկրորդը ինչ է տալիս մեզ այս քաղաքականությունը ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման։ Առաջին հերթին իհարկե պատմական արդարության վերականգնումն է, դա պարզ է, բայց նաև կա այստեղ մի հանգամանք, որ ես ուզում եմ հիմա նշեմ, դա հետևյալն է, որ մարդկությունը քանի գնում է ավելի է հասկանում, որ ցեղասպանությունները դա ծանրագույն հանցագործությունն են մարդկության դեմ, եւ հիմա էլ մեր աչքերի առջև տեսնում ենք աշխարհում ինչեր են տեղի ունենում։ Եվ նախկինում, անցյալում 100 տարի առաջ տեղի ունեցած այդպիսի խոշոր ցեղասպանության, խոշոր հանցագործության դատապարտումը դա կանխարգելիչ որոշակի հնարավորություն է ստեղծում մարդկության համար, որ նոր ցեղասպանությունները չկրկնվեն։ Եվ այս առումով եթե մի պետություն, որը դրա համար այսպես ջանքեր է գործադրում այդ կանխարգելիչ գործունեությունը ծավալելու համար, ինքը որոշակի հեղինակություն է ձեռք բերում այս աշխարհում լրացուցիչ։ Մի կողմից այդպես, բայց մյուս կողմից հիմա մենք հասկանում ենք, որ ներկա պայմաններում, երբ Հայաստանը լուծում է ծանրագույն գոյաբանական խնդիրներ, էգզիստենցիալ բնույթի խնդիրներ, իհարկե ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը հնարավոր չի անցկացնել այնպիսի ինտենսիվությամբ, ինչպես դա անցանում է։ Վերջո դա քաղաքականություն է։ Այստեղ ոչ միայն արդարության գաղափարն է եւ այլն, այլ քաղաքականություն է, իսկ քաղաքականությունը պրագմատիկ երևույթ է։ Ձեր ասածը, Հարգելի Ռուբեն, ձեր ասածը հստակ երևում է Բայդենի եւ Թրամփի մոտեցումներում։ Միանգամայն իրավացի եք, այո, մենք էլ այսպես տեսանք, որ Թրամփը ինչպես խուսափեց ցեղասպանություն եզրույթ օգտագործելուց, գնաց Օբամայի ճանապարհով։ Քաղաքականություն է, այո, պետք է մենք դա էլ հաշվի առնենք։ Այսքանը շնորհակալություն, որ միացաք մեզ, Ռուբեն։ Շնորհակալություն հրավերի համար, հաջողություն ձեզ։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանն էր կապի մեջ։